Առաջարկում եմ կանգնենք ոտքի, որպես հարգանքի նշան Տիրոջ խոսքը ընթերցելու, ընթերցենք, որից հետո աղոթենք եւ նստենք։ Ֆիլիպպեցիս 4-րդ գլուխ 6-ից 9-րդ համարները։ Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ հարգանքի արժանի է, ինչ որ արդար է, ինչ որ մաքուր է, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ բարի համբավ ունի, ինչ առաքինություն եւ ինչ գովելի բան որ կա, դրանց մասին մտածեցեք։ Ինչ սովորեցիք եւ ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ պիտի լինի։ Ամեն։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ այս առիթի համար, որ կարող ենք քո խոսքը ընթերցել, կարող ենք խոնարհվել քո խոսքի առաջ, մեր սրտերը ամբողջությամբ տրամադրել քո խոսքին, աղոթում ենք, որ դու պատրաստես մեր մտքերը, բոլոր խոչընդոտները հեռացնես, որ կարողանանք լսել, հասկանալ քո Սուրբ Հոգու միջոցով եւ այն կյանքի կոչել։ Հիսուսի անունով ամեն։ Խնդրեմ, կարող եք նստել։ Խաղաղությունն ամենամեծ պահանջն է եղել բոլոր ժամանակներում եւ կա մինչեւ հիմա։ Եվ գնալով ավելի է արժևորվելու այն։ Այն չեն կարող ունենալ նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդիկ, քանի որ այն չի վաճառվում։ Այն հնարավոր է ունենալ միայն Աստծո նախատեսած ճանապարհով։ 21-րդ դարում ավելի է շատացել խելագարությունների թիվը աշխարհում, տագնապը, վախը, անհանգստությունը, եւ մարդիկ ապրում են վախի ու սարսափի մեջ, անորոշության մեջ, շարունակ սպասում են վատ լուրերի, եւ նրանց ներաշխարհում քաոս է, դառնություն ու տագնապ։ Ձեզ եմ ներկայացնում մի փոքրիկ վիճակագրություն համաշխարհային, որ համացանցը տրամադրեց։ Վերջին 30 տարում աշխարհում անհանգստության եւ դեպրեսիայի մակարդակը կտրուկ աճել է։ 1990 թվականին 195 միլիոն մարդ, իսկ 2019-ին արդեն 301 միլիոն մարդ ունեին հոգեկան խանգարումներ։ Այսինքն 29 տարում 195,000-ով աճել է թիվը, 106,000-ով ներողություն։ Իսկ COVID-19-ի ընթացքում 2020-ից սկսած դեպրեսիայի եւ տագնապի դեպքերը ավելացել են եւս մոտ 25%-ով։ Այսօր համաշխարհային տվյալներով յուրաքանչյուր 8-րդ մարդը ունի հոգեբանական կամ հուզական խանգարման ձև ըստ վիճակագրության։ Երկու խոշոր նպաստավոր պայմաններ կան սրան մեր օրերում։ Գիտեք, որ համացանցը մեծապես նպաստում է այս գործընթացի արագացմանը, որովհետև 24 ժամ ինֆորմացիոն մեծ հոսք ալիք մեր աչքերից եւ ականջներից ներս է լցվում։ Եվ անհնար է, որ այդ տեղեկությունները ընդունող մարդու ներաշխարհում փոփոխություններ կամ տագնապներ տեղի չունենան։ Եվ հարց է առաջանում ինչպես պայքարել այդ տագնապների եւ անհանգստությունների դեմ։ Ինչ անել, ինչպես պայքարել խաղաղության համար, ինչպես ունենալ հաղթանակ վերջի վերջո անհանգստությունների վրա եւ արդյոք դա հնարավոր է թե ոչ։ Գիտեք, եթե սրա կարիքը չլիներ, Հիսուսը չէր ասի ձեզ եմ թողնում իմ խաղաղությունը։ Սա խաղաղության մի տեսակ է, որը ոչ միայն խաղաղ է, երբ պատերազմ չկա, այլ խաղաղ է նաև պատերազմում։ Սա ուրիշ խաղաղություն է, եւ Պողոսի բառերով եթե ասենք, այն մտքից վեր եղող խաղաղություն է, հասկացողությանը գերազանցող խաղաղություն է։ Եվ այսօր մենք պետք է ուսումնասիրենք, թե որն է մտքից վեր եղող խաղաղությունը։ Նախորդ համատեքստը ձեզ հիշեցնեմ եւ միանանք մեր հատվածին։ 4-րդ գլուխ առաջին 3 համարներում, 5 համարներում սովորեցնում է Պողոսը եկեղեցու միաբանության մասին, երկու քույրեր կային, որոնք որ
արտաքին կոնֆլիկտներ ունեին միջանձնային հարաբերություններում եւ նա սովորեցնում է թե ինչպես պետք է լուծեն այդ խնդիրը, որից հետո 6-ից 9-րդ համարներում Պողոսը արդեն անցում է կատարում եկեղեցու ներքին հոգևոր խնդիրներին եւ ցույց է տալիս թե այդ ներքին խաղաղությունը ինչպես է հնարավոր ունենալ եւ ապրել։ Եվ հատվածի բաժանմանը, եթե դուք նայեք, կտեսնեք, որ 6-7-րդ համարներում մենք տեսնում ենք Աստծո խաղաղությանը տանող առաջին հրամանը։ Պողոսը 3 հրաման է տալիս 6-ից 9-րդ համարներում։ Առաջին հրամանը կապված է մեր խնդրանքները Աստծուն ներկայացնելու հետ։ Երկրորդ հրամանը կապված է մտածելու հետ, թե ինչերի մասին պետք է մտածի քրիստոնյան, եւ երրորդ հրամանը, որը տանում է Աստծո խաղաղությանը, որպեսզի հավատացյալը կարողանա այն փորձառել, կապված է կյանքում, վարքում ընդօրինակելու Աստծո այն զավակներին, ովքեր արդեն փորձառում են այս խաղաղությունը։ Այսպիսով մենք հատվածի գլխավոր ասելիքը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ. մտքից վեր եղող խաղաղությունը ոչ թե խնդիրների լուծման, այլ Աստծո հետ հաղորդակցության արդյունքն է։ Երբ խոսում ենք մտքից վեր եղող խաղաղության մասին, խաղաղության այս տեսակի մասին, այն խնդիրների լուծման մասին չէ։ Եթե դուք ուշադիր եղաք հատվածում, առաքյալը երբ ասում է ձեր խնդրանքները աղոթքով ներկայացրեք, դրանից հետո նա չի խոսում արդյունքի մասին, որ դրանք ձեր սրտով կլուծվեն։ Նա խոսում է Աստծո ներկայության եւ տված խաղաղության մասին։ Սա նշանակում է, որ նման խաղաղության արժեքն ավելի է բարձրանում, որովհետև այն ուղղակի կապված չէ հանգամանքների հետ, որ լուծվեց իմ խնդիրը, ուրեմն ես խաղաղ եմ։ Ոչ, փաստորեն սա խաղաղության մի տեսակ է, որ անկախ քո խնդիրներից այն կարող է պարուրել քեզ, քո միտքը եւ քո սիրտը։ Նամար հիշեք, որ մտքից վեր եղող խաղաղությունը ոչ թե խնդիրների լուծման, այլ Աստծո հետ հաղորդակցության արդյունք է։ Եվ այս հատվածում մտքից, մի ուրիշ ձևել եմ ձևակերպել, եթե ձեզ ավելի հարմար կլինի այսպես ընկալելը, մտքից վեր եղող խաղաղությունը Աստծո ներկայության գիտակցությունն է անհանգստության մեջ։ Եվ այս հատվածում 4-րդ գլուխ 6-ից 9-րդ համարներում մեզ տրվում է 3 հրաման, որոնց միջոցով մենք փորձառում ենք Աստծո խաղաղությունը։ 3 հրաման, որոնց միջոցով մենք փորձառում ենք Աստծո խաղաղությունը։ Այսպիսով, ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ։ Ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ։ Առաջին, մտահոգությունները պետք է ներկայացնել Աստծուն։ Մտահոգությունները պետք է ներկայացնել Աստծուն։ Եվ այս համարում տեսնում ենք հոգսերը Աստծուն ներկայացնելու 3 միջոց։ Առաքյալը տալիս է ասելով աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ։ Նայեք 6-րդ համարին։ Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Այս համարում կա 2 հրաման՝ չմտահոգվել եւ ներկայացնել։ Եկեք հասկանանք ինչ նկատի ունի Պողոսը այս հրամանները տալով։ Ուրեմն առաջին ասում է մի մտահոգվեք։ Նշանակում է անհանգիստ լինել, տագնապել կամ մտահոգ լինել։ Եվ ինչպես հունարեն մասնագետներից մեկը ասում է, որ սա նման է նրան, որ երբ մեր հույզերը մեզ ձգում են մի ուղղությամբ եւ մեր վախերն ու տագնապները մեզ տանում են մի ուղղությամբ եւ մենք կարծես պատռվում ենք ներքուստ։ Սա հետաքրքիր է։ Իսկ եթե երբևէ անհանգստացել եք, կարծում եմ ավելի լավ կհասկանաք, թե ինչ է նշանակում մտահոգություն կամ անհանգստություն։ Սա Պողոսը գրում է հրամայական եղանակով, որը նշանակում է, որ այն մաղթանք չէ, այն ցանկություն չէ, այն հրաման է, որ պետք է հավատացյալներս կատարենք մեր տագնապների եւ անհանգստությունների մեջ եւ ոչ թե տրվենք մեր զգացմունքներին։ Ինչ չափի խնդիրների դեպքում կարող ենք կիրառել չանհանգստանալը։ Պողոսը տալիս է այստեղ պատասխանը։ Նա չի ասում կյանքի 1, 2, 3 կամ բարդ իրավիճակներում կարող եք անհանգստանալ, նա շատ համարձակ եւ պատասխանատու կերպով ասում է ոչնչի համար։ Որովհետեւ այն ինչ պետք է ասի հաջորդիվ ենթարկվելու է այս մեծ Աստծո ներկայությանը
եւ Աստծո մեծության առաջ խնդիրների չափը բացարձակ կարեւոր չեն։ Դրա համար ոչնչի համար պետք է չմտահոգվել։ Խնդրում եմ մտորեք մի բան։ Արդյոք այսպես եք հավատում, որ խնդիրները Աստծո համար, խնդիրների չափերը կարեւոր չեն։ Եկեք ընդունենք, որ եթե Պողոսը միայն սա ասեր, այսինքն մի մտահոգվեք եւ չտար այլ անելիք, սա կիսատ կլիներ, լուծում չէր լինի։ Եվ նա ոչ միայն ասում է մի մտահոգվեք, այլ նաեւ տալիս է լուծումը դրա, ասելով ինչ պետք է դրա փոխարեն անենք, որտեղ եթե նկատեք Սուրբ Գիրքը ընդհանրապես ուսուցումներ երբ տալիս է մի բան չանելու, այնուհետև ասում է ինչ անել, օրինակ, հա, Եփեսացիս նամակում այն ձեռքը թող, եթե գողանում էր, թող չգողանա, այլ այդ ձեռքը աշխատի, որպեսզի կարողանա ուրիշներին տալ, նույնը բերանը եւ այլ, այսինքն մարդուն ասել մի բան մի արա եւ չասել ինչ անել, սա, այո, ճիշտ չի լինի, կիսատ կլինի։ Եվ առաքյալը այստեղ ոչ միայն ասում է մի մտահոգվեք, այլ նաեւ ասում է թե ինչ պետք է անել։ Նա ասում է ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Սա արդեն տանում է լուծման։ Հայտնի լինի արտահայտությունը մեկ բառ է հունարենում, գնորիձո բառն է եւ նշանակում է տեղեկացնել կամ հայտնել։ Իհարկե տեղեկացնել ոչ այն իմաստով, որ Աստված չգիտեր դրա մասին, մենք նոր իրեն տեղեկացնում ենք, այլ պարզապես ձեր խնդրանքները դուք ներկայացրեք Աստծուն։ Ինչպես որ տնօրենը երբ գա առավոտյան իր օֆիս, իր քարտուղարուհին կամ քարտուղարը կներկայացնի օրվա անցուդարձը։ Այդպես մեր կյանքում ինչ որ տեղի է ունենում, մենք պետք է առաջինը վազենք եւ դիմենք, ներկայացնենք մեր Տիրոջը, թե ինչ է կատարվում մեր կյանքում։ Սա եւս հրաման է եւ հրամանի ուղղությունը այստեղ չափազանց կարեւոր է։ Այն ասում է, որ պետք է ներկայացնել Աստծուն։ Ոչ մի ուրիշ ուղղությամբ առաջին հերթին պետք է չգնալ, այլ առաջինը պետք է դիմել Աստծուն։ Իհարկե բնական է, որ երբ մենք անհանգիստ ենք, կա խնդիր, կա խեղդող հարց, ներքին քաոս, տագնապ, մենք ուզում ենք լուծում փնտրել եւ հաճախ այդ լուծման որոնումները ուղղված չեն լինում հենց Տիրոջը, այլ որևէ մարդու, կազմակերպությանը, գումարի, ուժի, պաշտոնի, դրամի եւ անհաշվելի բաների։ Բայց այստեղ առաջինը առաքյալն ասում է, որ դուք պետք է Տիրոջը դիմեք։ Որ միջոցը ընտրեք, համապատասխանել արդյունք կունենաք։ Եվ Տիրոջը դիմելը պետք է լինի ոչ թե մեր վերջին հույսը, այլ առաջին անելիքը։ Սա բանալի է, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Խնդրում եմ մտածեք ձեր արձագանքների մասին։ Մտածեք այս պահին միայն ձեր մասին եւ ձեր սրտում անկեղծ պատասխանեք։ Տագնապի ու անհանգստության մեջ գտնված ժամանակ ինչ եք անում առաջինը։ Կորցնում եք ձեր գլուխը, տեղ եք տալիս տագնապին, դիմում եք որևէ տկար միջոցի, թե առաջինը դիմում եք Տիրոջը։ Տիրոջը դիմելը պետք է լինի նրան վստահելու մեր առաջին գործնական քայլը։ Մեր հոգսերը պետք է ներկայացնենք Աստծուն։ Այստեղ գրված խնդրանքներ բառը նշանակում է տարբեր ոլորտներում եղող խնդրանքներ։ Նոր կտակարանում հանդիպում է 2 անգամ, Փիլիպպեցիս այստեղ 4:6 համարում եւ Հովհաննես 5:15-ում, որտեղ ունի մարդու կողմից Աստծուն ուղված խնդրանքի իմաստ, երկուսն էլ հոգնակի ձևով։ Այսինքն խոսքը առանձին խնդրանքների մասին է, որոնցից հետագայում կազմվում է մարդու աղոթքը։ Այսինքն քո կյանքում տարբեր ոլորտներում կան հարցեր, մտահոգություններ, եւ այդ բոլորը առաքյալն ասում է դու կարող ես ներկայացնել Տիրոջը։ Սրանք առօրյա կարիքներ են, առանձին, իրարից տարբեր, զանազան ոլորտների խնդիր, կամ խնդիրներ, որոնք անհանգստացնում են մեզ։ Քանի որ այս խնդրանքները չունեն սահմանափակումներ, չունեն մեծ ու փոքր, ապա մենք կարող ենք մեզ անհանգստացնող ցանկացած հարցով դիմենք Տիրոջը։ Գիտեք, մի ընկեր ունեի, չնայած հիմա էլ ունեմ, փոքր ժամանակ ասում էր ես հարցեր ունեմ, որոնցով Աստծուն չեմ դիմի, ասում է ինչու, ասում էր որովհետև դրանք կներեք իր բառով ասեմ, ստից հարցեր են։ Չէ, Աստված ուզում է, որ մեզ անհանգստացնող բոլոր հարցերով մենք իրեն դիմենք, ներկայացնենք իրեն։ Չէ՞ որ դու քո երեխային ինչպես կուզես լսել, ինչն է իրեն անհանգստացնում։ Միթե դու իրեն կասես լուրջ հարցերով կգաս իմ մոտ միայն։ Իհարկե ոչ։ Դրա համար հիշեք, սիրելիներ, սա հրաման է նեղության, տագնապի, անհանգստության մեջ
դիմել Տիրոջը, ներկայացնել նրան մեր բոլոր խնդրանքները։ Սուրբ Գիրքը սրա մասին խոսում է, որ պետք է նրան ներկայացնել եւ վստահել։ Պետրոսը իր առաջին թղթում 5-րդ գլուխ 7-րդ համարում ասում է ձեր ամբողջ հոգսը, ոչ թե մի մասը, գցեք նրա վրա եւ պատճառը, որովհետեւ նա հոգ է տանում ձեզ համար։ Հավատացյալներին տրվում է արտոնություն առանց վարանելու իրենց բոլոր հոգսերը Տիրոջ վրա գցելու, քանի որ նա հոգ է տանում։ Անհանգստանալու կարիք չկա, մենք կարիք չունենք մեր ուսերին կրելու հոգսերի ամբողջ բեռը, երբ Տերը կամենում է եւ կարողանում է դրանք լուծել։ Մակարդուրը մի անգամ ասաց այս թեմայի մեջ, ասաց. ես գիշերը հանգիստ քնում եմ, որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է, որ Տերը չի քնում։ Ասում ես պետք է ընտրեմ ով քնի, ես թե Տերը, ես չեմ կարող չքնել։ Տերը արթուն է։ Նա գիտի, նա հսկում է եւ նա հոգ է տանում մեզ համար։ Դրա համար հիշեք, որ անհանգստանալը անօգուտ է, այն չի լուծի խնդիրը։ Եվ ավելին, փոքր խորացնենք միտքը, անհանգստանալը նույնիսկ մեղք է։ Մի քարոզիչ մի անգամ ասել է. մտահոգությունը մեղք է, քանի որ ժխտում է Աստծո իմաստությունը։ Այն ասում է, որ նա չգիտի, թե ինչ է անում ինքը։ Այն ժխտում է Աստծո սերը, այն ասում է, որ նա անտարբեր է։ Այն ժխտում է Աստծո զորությունը, այն ասում է, որ նա չի կարող վերացնել այն, ինչը ստիպում է հիմա ինձ անհանգստանալ։ Սա մտածելու առիթ է, սիրելիներ։ Սա չափազանց կարևոր է։ Սուրբ Գիրքը որքան է մեզ կոչ անում, Մատթեոս 6:27, ձեզնից ով կարող է հոգս անելով իր հասակի վրա եւս մի կանգուն ավելացնել։ Կամ դրա համար էլ ասում եմ ձեզ 6:25-ը, մի մտահոգվեք ձեր կյանքի համար, ոչ ուտելիքի, ոչ խմելիքի, ոչ հագուստի, ինչու, պատճառը ո՞րն է։ Որտեւ ձեր երկնավոր Հայրը գիտի ձեզ ինչ է պետք։ Այնպես չի, որ դուք մտահոգվելով շարժելու եք Աստծո ուշադրությունը ձեր նկատմամբ։ Այսպեսով ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության ժամանակ։ Առաջին քայլը հոգսերդ Աստծուն հանձնիր եւ միայն նրան եւ առաջինը նրան դիմիր։ Սա օգնում է զգալ եւ փորձառել ներքին հույս, որ մեկը կա, ում կարող ես դիմել։ Գիտեք, աշխարհում շատերը գլուխները կորցնում են, որովհետեւ հենց այս առաջին քայլում նույնիսկ չունեն մեկին, ում հետ կարող են զրուցել։ Եվ հիմա Տերը տալիս է մի միջոց, որ դու նույնիսկ եթե լինես անմարդաբնակ կղզում կամ անապատում, դու միշտ ունես մեկին, ում կարող ես դիմել։ Կարող ես խոսել նրա հետ։ Սա արդեն մեծ օգնություն չէ անհանգստության մեջ, երբ հիշում ես, որ կարող ես դիմել նրան, այն էլ երբ մտածում ես, որ նա Տերն է, տիեզերքի։ Եկեք տեսնենք նաև միջոցները, թե ինչպես է պետք ներկայացնել։ Լավ պետք է ներկայացնել, պետք է չանհանգստանալ, իսկ ինչպես ներկայացնել։ Ներկայացնելուն 3 կերպ է տալիս այստեղ Պողոսը, ասելով աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ։ Ուրեմն առաջին կերպը աղոթքն է։ Սա ընդհանուր բառ է Տիրոջը ուղղված մեր խնդրանքները հայտնելու համար։ Այն նաև պարունակում է ուշադրություն պաշտամունքի, նվիրվածության եւ հարգանքի գաղափարը։ Աղոթքը։ Երբ հայտնվում ենք անհանգստության մեջ, առաջին քայլը պետք է լինի առանձնանալ եւ երկրպագել նրան։ Չէ՞ որ այդ երկրպագության մեջ, երբ դու առանձնանում ես Աստծո հետ, դու սկսում ես գիտակցել նրա մեծությունը։ Եվ նրա մեծության ֆոնին քո ցանկացած խնդիր, խնդրանք, որի համար որ դու դիմում ես, գնալով ավելի է փոքրանալու։ Եվ առաջինը պետք է աղոթել, այսինքն մոտենալ երկրպագությամբ։ Մենք պետք է տեսնենք Աստծո մեծությունն ու վեհությունը եւ հասկանանք, որ նա բավական է մեր բոլոր խնդիրների համար։ Եվ նույնիսկ խնդիրների արկայության դեպքում նրա շնորհքը բավարար է մեզ, որ մենք կարողանանք անցնել։ Ուրեմն առաջին կերպը աղոթքն է։ Հարց ինչ ես անում կամ ինչ ենք անում մենք առաջինը, երբ անհանգիստ ենք, սիրելիներ։ Երկրորդ կերպը ասում է աղաչանք։ Սա մեր կարիքների, խնդրանքների խոր անկեղծ բաժնեկցումն է Աստծո հետ։ Խնդիրների կամ կարիքների խոր անկեղծ բաժնեկցումն է Աստծո հետ։ Այստեղ տեղ չկա թերի կամ ձևական աղոթքի համար։ Մենք զարդարված պետք չէ գնանք Աստծո մոտ։ Մեր բերանն ուրիշ բան ասի, մեր սրտում ուրիշ բան լինի։ Աստված լավ գիտի մենք ինչ վիճակում ենք, մեզ ինչն է անհանգստացնում, այնպես որ այդտեղ պետք է ուղիղ
այդ կապը չխզվի որևէ կերպով սրտի եւ մտքի եւ բերանի, այսինքն ինչ որ կաս, ինչ որ ապրում ես, ինչ որ զգում ես, դու այդպես էլ ներկայացիր Տիրոջը քո խնդրանքներով հանդերձ։ Այնտեղ դու կարող ես ներկայացնել իսկապես ինչը քեզ անհանգստացնում է։ Գիտեք, հարցեր կան, նույնիսկ ձեր կամ իմ կյանքում, որ եթե ազնիվ լինենք, մենք աշխարհում ոչ մեկի հետ չենք խոսում։ Եվ դրանք ոչ թե վստահության հետ են կապված, այլ դրանք հարցեր են, որ գիտենք մեր եւ Տիրոջ միջև է։ Եվ այստեղ մենք կարող ենք խոսել նրա հետ, կարող ենք նրան ներկայացնել։ Դավիթը կասեր Սաղմոսներում, ձեր սրտերը թափեք նրա առաջ, բացեք նրա առաջ ձեր սրտերը։ Տերը ուզում է լսել մեր անկեղծ աղոթքը եւ մտերիմ զրույց եւ հանդիպում ունենալ մեզ հետ այդտեղ։ Գիտեք, պատմությունն ասում է, սա մի քանի անգամ ասել ենք տարբեր առիթներով, որ Հակոբոս առաքյալին երբ գտել են մահացած, իր ծնկներին կոշտուկներ է եղել։ Նա աղոթքի մեջ շատ ժամանակ էր անցկացնում։ Եվ նաեւ առիթ է սա մտորելու մեր անհանգստությունների մեջ որքան ժամանակ ենք մենք տալիս ընդհանրապես աղոթքին։ Եվ եթե չենք անում նույնիսկ սա, ուրեմն մեզնից հեռու է դեռևս երկրի վրա փորձառել աստվածային այդ խաղաղությունը։ Եվ այս ճանապարհով պետք է անցնի, պետք է մոտենանք նրան երկրպագելու, նրան ներկայացնենք անկեղծորեն մեր խնդրանքները։ Երբ անհանգստության մեջ ես, ում հետ ես զրուցում, սիրելի եղբայր եւ քույր, ում առաջ ես սիրտդ բացում, ում հետ ես անկեղծանում, ում ես ներկայացնում հոգսերդ առաջինը եւ ում հետ ես որակյալ ժամանակ անցկացնում։ Նախորդ քայլը չանելով, Աստծուն մեր սիրտը չբացելով, արդյունքում կգանք դեպի խորացող անհանգստության, տագնապի եւ վերջիվերջո ինչպես ժամանակակից աշխարհն է կոչում դեպրեսիայի։ Այսպես է մարդը հասնում հոգեկան անհավասարակշիռ վիճակի։ Չկա մեկը, ում հետ կկարողանա նա խոսել։ Գիտեք, աշխարհում հոգեբանները, երբ ընդունում են այցելուների, իրենք առաջին բանը, որ անում են եւ իրենց մոտ շատ լավ է ստացվում, իրենք լսում են մարդուն։ Իրենք պարզապես երկար լսում են։ Ճիշտ է, հարցեր կտան մի քանի, բայց լսում են։ Եվ մարդուն պետք է խոսել։ Այստեղ տեսեք Տերը ինչ է փաստորեն առաջարկում։ Բացեք ձեր խնդրանքները, խոսեք, ներկայացրեք Տիրոջը։ Եվ հիշեք, որ մարդիկ անհասկանալի ձևերով չեն հասնում հոգեկան խանգարումների։ Այս ներքին վիճակները պահելը, չխոսելը, ոչ մեկին չասելը կբերի անպայման ինչ-որ հետևանքների։ Եվ այստեղ առաքյալն ասում է՝ մի մտահոգվեք ոչնչի համար, ամեն բան ներկայացրեք Տիրոջը, մոտեցեք նրան երկրպագելու ձեր խնդրանքների եւ խնդիրների մասին անկեղծ խոսեք նրա հետ, բացեք ձեր սրտերը։ Եվ վերջին երրորդ կերպը, որ շատ զարմանալի է, ասում է, որ նաև պետք է գոհությամբ դուք ներկայացնեք ձեր խնդրանքները, գոհության հետ միասին։ Եվ Խարիստո բառը նշանակում է երախտագիտություն, շնորհակալություն։ Պողոսի նամակներում եւ հայտնության գրքում այս բառը նշանակում է գոհություն, այսինքն երախտագիտության արտահայտություն Աստծուն։ Եվ աղոթքից եւ աղաչանքից հետո գալիս է երախտագիտությունը։ Մենք պետք է գոհություն հայտնենք Աստծուն։ Եվ եթե հարցնակ ինչու, ամենաբավարարող պատասխանը եւ սպառիչ կարող է լինել հետեւյալը, որովհետեւ դու Տիրոջն ես դիմում։ Որովհետեւ նա Տերն է։ Այդ ինչպես է, որ երկրային որևէ կազմակերպության տնօրենի դուռը թակելիս ներողությամբ ես մտնում, հարգանքով, զգուշությամբ, դու արարչին ես մոտենում։ Դու պետք է երախտագիտությամբ մոտենաս իր արդեն արածների համար եւ ընդհանրապես այն արտոնության համար, որ դու կարող ես իրեն դիմել։ Այստեղ խոսքը այն գոհության մասին է, որը կատարվում է, ուշադիր լսեք, նախքան խնդրի լուծումը։ Գոհությունը բոլոր խնդրանքների պարագայում կարևոր դեր ունի եւ այդ մասին առաքյալները չեն մոռանում։ Տեսեք, մի քանի համարում ինչպես են նրանք շեշտում, որ գոհությունը մեր խնդրանքները ներկայացնելու զուգահեռ կարևոր բան է եւ այն անկախ է արդյունքի ստացումից։ Կողոսացիս 2:4, ներողություն 4:2 մշտապես աղոթեք ու գոհունակությամբ արթուն կացեք։ Սա այդ փաթեթի մեջ եղող մի բան է։ Դու միշտ պետք է գոհությամբ ներկայացնես խնդիրներդ։ Առաջին Տիմոթեոս 2:1 արդ խնդրում եմ, որ ամեն բանից առաջ ուշադիր լսեք, աղոթք, խնդրանք, աղաչանք ու գոհություն հայտնեք։
Բոլորը մեկ շղթայի փաթեթի մեջ։ Դու Տիրոջն ես դիմում։ Մենք արագ ենք խնդրում Տիրոջից շատ բաներ, բայց դանդաղում ենք գոհանալու հարցում։ Նկատեք, որ այստեղ նշված գոհությունը պետք է կատարվի անկախ պատասխանից։ Հիշում եք այն 10 բորոտներին, որոնք որ բժշկվեցին, 10-ից 9 չվերադարձան, մեկը վերադարձավ գոհություն, շնորհակալություն հայտնելու։ Սա այդ դեպքը չէ։ Գիտեք ինչու, որովհետև նրանք ստացան մի բան, նոր գոհություն հայտնեցին։ Իսկ այստեղ մեզ կոչ է արվում անկախ ստանալուց դու պետք է գոհությամբ մոտենաս։ Ուշադիր լսեք, որովհետև եթե դու, ես ստանալուց հետո գոհություն հայտնենք, դա կնշանակի, որ նա արժանացավ դրան։ Բայց նա արժանի է արդեն։ Նա պետք է չարժանանա մեր գոհությանը։ Եվ որքան հույսով, համոզմունքով կարող ենք մոտենալ, որ Հռոմեացիս 8:28, ինչպես այսօր հիշատակեցինք, ասում է ամեն բան բարիին է ծառայում։ Դա նշանակում է դու ինչ հոգսով խնդրով ես որ մոտենաս Տիրոջը, երկու կարևոր բան կարող ես հիշել։ Առաջին, այն իր փառքին պետք է ծառայի եւ քո Քրիստոսանմանեցմանը։ Բավարար չէ՞ սա։ Քո կյանքի բոլոր հանգամանքները ծառայեցնում է Աստված, որպեսզի քեզ կոփի, տաշի, սուր անկյունները, բութ անկյունները նմանեցնի Քրիստոսին։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք, քանի որ Տերը գիտի մեզ ինչ է պետք։ Սահմանում մենք պետք է գոհություն հայտնենք ոչ թե երբ ստանում ենք մեր խնդրանքը, այլ քանի որ նա միշտ արժանի է դրան, քանի որ մենք նման արտոնություն ունենք։ Եվ ասեմ, որ եթե նույնիսկ մեր մտահոգությունների մեջ սկսենք գոհություն հայտնել արդեն մեր ստացածների մասին, դժվար է հասնենք արդեն խնդիրներ ներկայացնելուն։ Ամենախոշոր բաները ասեմ, ձեր անձնական գոհության պատճառները կարող եք երկար շարանով, ժամերով թվարկել Տիրոջը, բայց խոշոր բաներ, որոնք որ բոլորիս համար համընդհանուր են, այն փրկության համար, որ մեզ տվել է, որ մեզ ընտրել է ընդհանրապես, որ մեզ արդարացրել է, որ մեզ սրբագործում է, մեզ խոստացել է փառավորում, միթե սրանք պակաս արժանի բաներ են գոհություն հայտնելու, թե սրանք արդեն անցած էտապում են, մեզ ավելի շատ հետաքրքրում են մեր այսօրվա խնդիրները։ Հիշեք, եթե դուք դժգոհ եք, խնդիրների լուծումը ձեզ չի դարձնելու գոհ։ 3-4 համար ներքև որ կարդաք, կտեսնեք Պողոս առաքյալն ասում է, որ իմ գոհությունը անկախ է հանգամանքներից։ Ես սովորել եմ լինել գոհ բոլոր վիճակներում։ Կյանքի ծայրահեղ կոնտրաստային վիճակներում իմ գոհությունը մնացել է նույնը, որովհետև այն կապված չէ հանգամանքների հետ։ Եթե հանգամանքների հետ լիներ, ուրեմն գոհությունն էլ փոփոխական կլիներ։ Հարց մեր աղոթների մեջ գոհությունն է շատ թե խնդրանքը։ Կամ կարողանում ենք գոհանալ անկախ արդյունքից։ Ես անկեղծորեն մտորում էի, այս հարցը գրելիս ես մտորում էի իմ համար։ Իսկապես իմ գոհությունը Աստծուն, երբ որ ես հայտնում եմ, չի հետապնդում նպատակ ստանալու ինչ-որ մի բան։ Գիտեք ինչ կլինի, երբ այս հույժ կարևոր քայլը կատարեք եւ ձեր հոգսերը ներկայացնեք Աստծուն ձեր անհանգստության ժամանակ։ Գիտեք ինչ կլինի, երբ այն ներկայացնեք աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ, հաջորդ համարը խոստում է տալիս, արդյունք։ Տեսեք։ Ասում է եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Սա ցնցող է, քանի որ այստեղ Պողոսը ներկայացնում է տրամաբանական արդյունք նախորդ քայլի։ Նա ասում է, որ Աստծո խաղաղությունը կպահպանի։ Սա երաշխիք է, սա խոստում է։ Պահպանել բառը ռազմական տերմին է, եւ այն գործածում էին հռոմեական զինվորների առնչությամբ, ովքեր քաղաքի մուտքն էին պահպանում, դուրս ու մուտքն ու ելքը ապահովելու համար։ Եվ փաստորեն այստեղ Աստծո պաշտպանությունը նմանեցվում է այդ զինվորների գործառույթին։ Այսինքն Աստված, երբ դու աղոթքի մեջ ես, նա այդ ժամանակ ես անցկացնում առանց ակնկալելու քո սցենարները եւ հիանում ես նրանով, գոհություն ես հայտնում նրան, նա խոստանում է տալ քեզ իր խաղաղությունը։ Եվ այդ խաղաղությունը ասում է, որ
քո սրտին ու մտքին կիշխի։ Հետաքրքիր էր, սա երբ ուսումնասիրում եմ, մտածում եմ ինչու մեկ բառ չի գրված։ Սովորաբար սիրտ բառը 4 կողմ ունի Աստվածաշնչում եւ դրա մեջ մտնում են մեր մտքերը, մեր կամքը, մեր որոշում կայացնելու մեր հույզերը, մտքերը, կամքը, որոշում կայացնելու կարողությունը, բայց այստեղ երկուսն է գրված։ Տեսնում եք, սրտերն ու մտքերը։ Ինչու՞։ Որովհետև մեկը ներկայացնում է մեր հուզական ոլորտը, մեկը մեր ինտելեկտուալ, միտք եւ սիրտ։ Այսինքն Աստված խոստանում է պաշտպանություն դնել մեր եւ հուզական ողջ ներաշխարհին եւ մեր ինտելեկտուալ աշխարհին, որ մենք ցնորության երբեք չհասնենք։ Ով կարող է ավելի ճշգրիտ ինֆորմացիա տալ մարդու ներաշխարհի մասին, եթե ոչ ստեղծողը։ Եվ ասում է, որ ձեր տագնապների եւ անհանգստության մեջ ես դնելու եմ այդ պաշտպանությունը։ Միայն թե այս ճանապարհով գնացեք, դիմեք ինձ ձեր հոգսերի պարագայում։ Այստեղ դեղը մեր հոգսերը նրան ներկայացնելն է, նրան պատվելն է, նրան պատմելն է, նրան մեր սիրտը բացելն է եւ սրանք անելուց հետո վստահ եղեք, որ վայելելու եք մտքից վեր եղող խաղաղություն։ Գիտեք ինչու է ասում մտքից վեր։ Որովհետեւ խնդիրդ կարող է լուծված չլինել, բայց դու կարող ես լինել խաղաղ։ Աշխարհի ընկալած խաղաղությունը ուղիղ կապված է խնդրի լուծման հետ։ Իսկ այստեղ Տերը ասում է, որ քեզ մտքից վեր խաղաղություն կտամ։ Մեկը կարող է ասել, հա, լուծվեց խնդիրդ, դեռևս ոչ, բայց ինչու ես ուրախ։ Ես վայելում եմ Տիրոջ մտքից վեր եղող խաղաղությունը։ Սա նշանակում է, որ իմ իրավիճակներն ու հանգամանքները լիարժեք վստահում եմ նրա կառավարմանը եւ նրա իմաստուն կարգադրություններին։ Այն մեր վերահսկողության տակ չէ, սիրելիներ, հիշենք, որքան էլ շատ ենք լսում Հիսուսի խոսքերը, որ մի մտահոգվեք ձեր կերակուրի համար, բայց հավատացեք առօրյա ամենաշատը մենք բախվում ենք հենց այդ խնդիրներին։ Դրա անելն է դժվար, իմանալը ոչ։ Սա Աստծո խաղաղությունն է։ Տերը երաշխավորում է տալ խաղաղություն, մի տեսակ, որ իրեն է պատկանում։ Պատկերացնում եք երկնքում ինչ խաղաղություն է։ Աստված ինչ խաղաղության մեջ է։ Նա խոստանում է այդ խաղաղությունից մի պատարիկ այս չար աշխարհի անհանգստությունների մեջ դու կարծես ինչպես պորտալարը հաղորդակցվելու ես խաղաղության իմաստով։ Երկրի վրա լինելու ես թեկուզ փոթորիկների մեջ, բայց լինելու ես խաղաղ։ Եվ սրա մեջ պետք է մենք աճենք, մեծանանք։ Սա այն խաղաղությունն էր, որ Հիսուսը ուներ երկրի վրա։ Եթե դուք Հիսուսին միայն նայում եք աստվածային տեսանկյունից, որ փոթորիկի մեջ քնած էր, ասեն, որ Սուրբ Գիրքն ասում է, որ նա նաև մարդ էր։ Այսինքն մարդկային պահանջմունքները, ցավը զգալ, սովել, լացել եւ այլն, իրեն հասանելի էր, նա զգում էր, նա ապրում էր երկրի վրա։ Բայց այդ ինչպես էր, թույլ տվեք այսպես ձևակերպել, ծրագրավորված նրա միտքը, համոզմունքները, նրա աստվածաբանությունն ինչպիսին էր, որ նա կարողանում էր այդպես արձագանքել իրավիճակներին։ Իսկ մենք գնում ենք Քրիստոսանմանեցման, դա նշանակում է մտքով պետք է նորոգվենք, աստիճանաբար պետք է կարողանանք Քրիստոսի նման մտածել, եւ երբ սկսենք Քրիստոսի նման մտածել այս կամ այն հարցի շուրջ, մեր արձագանքներն էլ ինքնաբերաբար կսկսեն փոխվել։ Մի ցնցող օրինակով այս կետը ավարտենք։ Դանիելը մեզ տալիս է հիանալի օրինակ, երբ թագավորը հրամայեց չաղոթել ոչ մեկին բացի իրենից, Դանիելը գնաց իր սենյակը եւ տեսեք թե ինչ արեց։ Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր բառի, ինչ որ ընթերցում։ Դանիել 6:10։ Երբ Դանիելը իմացավ, վատ լուր լսեց, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը, նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ, նա օրը 3 անգամ ուշադրություն ծնրադրում էր, աղոթում եւ գոհաբանություն էր հայտնում Աստծուն։ 3-ը իրար հետ ծնրադրում էր, աղոթում եւ գոհաբանություն էր հայտնում Աստծուն։ Եվ ավել ասում է, ինչպես որ նա սովոր էր անել, միշտ էր այդպես անում։ Կապ չունի ինչ եմ լսել։ Սաղմոսներում կասեր արդարը գեշ լուրից չի վախենում, որովհետեւ նրա սիրտը վստահում է Տիրոջը, հաստատված է նրա վրա։ Գիտեք ինչն է գժվելու։
որ Դանիելը հաջորդիվ առյուծների գուբում խաղաղ էր, իսկ Դարեհ թագավորը պալատում անհանգիստ։ Սա մտքից վեր եղող խաղաղությունն է, փորձառության մեջ, որը անկախ է հանգամանքներից։ Ես պետք է ձեզ խոստովանեմ, որ ես սովորում եմ ամեն օր սա կատարել, խոնարհվել, որ կատարել սա իմ դժվարությունների մեջ։ Ես չեմ ուզում դուք հիմա ինձ նայեք ու տեսնեք մեկը, ով 5+ կատարում է սրանք։ Ես ջանում եմ, որ սա կարողանամ անել։ Սա հեշտ չէ։ Մենք տագնապի անհանգստության մեջ առաջին ուրիշ բան ենք ուզում անել, բայց պետք է անել սա, պետք է ծնկես եւ դիմես Տիրոջդ, աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ։ Սիրելի եղբայրս եւ քույրս, հավատում ես այս խոսքերին։ Եթե այո, ապա բոլոր անհանգստություններիդ մեջ վազիր Հիսուսին։ Սիրտդ բաց նրա առաջ ու գոհացիր նրանից ու վայելիր այս մտքից վեր եղող խաղաղությունը, որը Տերն է տալիս, եւ վայելիր մտային եւ հոգեկան այն գերբնական հավասարակշռությունը, որը արդյունքն է աստվածային պաշտպանության, քանի որ նա կպահպանի եւ ձեր հուզական եւ ձեր մտային աշխարհը։ Մի կարևոր փաստ էլ համարում եւ անցնենք առաջ։ Այս խաղաղությունը հասանելի է մեզ միայն մեկի միջոցով եւ պատճառով։ Եվ համարում կա. Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Մինչև այստեղ ովքեր որ լսում էին դեռևս դարձի չեկած, ասեն որ սա իրենց չի վերաբերվում։ Եթե դու Քրիստոսի մեջ չես, եթե դու Քրիստոսին չես ընդունել քո կյանքի Տեր ու Փրկիչ, եթե չես խոստովանել քո մեղավորությունն ու մեղքերը նրա առաջ եւ չես ընդունել որպես քո կյանքի ղեկավար Փրկիչ, չես հավատացել նրան փրկության համար, ուրեմն այս տողերը քեզ չեն վերաբերվում։ Սա Քրիստոս Հիսուսով վերաբերվում է նրանց, ովքեր Քրիստոսի մեջ են։ Եվ դրա համար նաև առիթ է կլինի այս սրահում կամ համացանցում լսողներից, ովքեր դեռևս Քրիստոսին չեն ընդունել, թող խոնարհվեն նրա առաջ, ընդունեն։ Հիշեք, ապաշխարությունը հրաման է։ Աստված հրամայում է ապաշխարել, ետ դառնալ մեղքերից։ Մենք Քրիստոսի մեջ ենք ընտրված, մենք Քրիստոսի մեջ ենք ընդունված, մենք Քրիստոսի մեջ ենք սիրված։ Քրիստոսին եթե հանեք, բոլորս գնում ենք դժոխք։ Այնպես որ Քրիստոս Հիսուսով կպահպանի մեր մտքերը։ Այսպեսով սա առաջինն է, առաջին հրամանն է աստվածային խաղաղությունը փորձառելու, ինչ պետք է անենք, պետք է մտահոգությունները ներկայացնենք Աստծուն։ Երկրորդ, ինչ պետք է անենք, ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ։ Երկրորդ, պետք է մտածել Աստծուն վայել բաների մասին։ Եթե առաջինը ուղղված էր մեր գործողություններին, ներկայացնենք Աստծուն, սա ուղղված է մեր մտքերին։ Ինչ պետք է անենք, պետք է մտածենք Աստծուն վայել բաների մասին, եւ այս համարում տեսնում ենք Աստծուն վայել 8 թեմա։ Ինչերի մասին պետք է մտածել։ Ասում է ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ է, ինչ որ արդար է, ինչ որ անարատ է, ինչ որ սիրելի է, ինչ որ բարեհամբավ է, ինչ որ առաքինի է, ինչ որ գովելի է։ Սրանց մասին մտածեք, սրանց մասին մտածեք։ Աստծո խաղաղությունը փորձառելու համար պետք է այս թեմաների մասին մտածենք շարունակ։ Սա նշանակում է, որ ոչ թե պարզապես հիշելու կամ մտաբերելու մասին, այլ մտածողությամբ զբաղվելու, խորհելու։ Մեր ուշադրությունը ամբողջությամբ սրանց վրա կենտրոնացնելու մասին է։ Այլ կերպ ասած, Պողոսը չի հորդորում պարզապես բարին հիշել, այլ գիտակցաբար մտքով կենտրոնանալ այս բաների վրա եւ կենտրոնացնել մտածողությունը դրան շուրջ։ Այսինքն 7-րդ համարում խոսվում է Աստծո խաղաղության մասին, որ կգա, որից հետո 8-ը արդեն ասում է, թե ինչպես պահպանվես դրա մեջ, ինչպես մնաս այդ խաղաղության մեջ։ Ինչերով պետք է զբաղված լինի մեր միտքը, դատարկ չլինի, որ անհանգստություններով չլցվի այնտեղ։ Շարունակ պետք է լցվի Աստծուն վայել հաճելի բաներով, մտքերով, թեմաներով։ Ուրեմն ինչու է մեզ պետք կենտրոնանալ այս թեմաների վրա։ Խնդրում եմ ուշադիր լսեք։ Այս սովորությունը պետք է զարգացնենք ամեն օր, որպեսզի փոխարինենք աշխարհային մտքերը հոգևոր եւ աստվածային մտքերով։ Մեր մտքում այնքան աղբ կա։ Ես չգիտեմ դուք երբ քնից արթնանում եք, ձեր ձեռքը հեռախոսին է գնում թե ոչ, բայց ես տարիներով պայքարել եմ դրա համար։
որ ես երբ արթնանում եմ, իմ մտքերը միայն ու միայն լցված լինեն Աստծո խոսքով։ Ես տարիներով պայքարել եմ ու Փառք Աստծո անցյալով եմ խոսում։ Արդեն ստացվում է, բայց մի շրջան չէր ստացվում։ Մինչև օրվա աղբն ու լուրերը սուտն ու ճիշտը քո մտքերի մեջ կլցվեն, դու առաջինը պետք է լցվես Աստծո խոսքով։ Եվ այստեղ ասում է թեմաներ, խնդրեմ, 8 թեմա, մտորիր այս բաների մասին, մտքերդ լցրու դրանցով։ Ուրեմն որոնք են դրանք։ Առաջին, ինչերի մասին մտածել։ Ինչ որ ճշմարիտ է, ասում եմ, ինչ որ ճշմարիտ է։ Դոկտոր Վոլտեր Կավերտի հետազոտությունը ցույց տվեց, որ մարդկանց անհանգստությունների միայն 8%-ն է իրական խնդիր, իսկ 92%-ը կամ երևակայական են, կամ երբեք էլ չեն իրականանում։ Վերսբին գրում է, որ Սատանան ստի հայրն է, եւ նա կարող է շարունակ ստերով լցնել մեր մտքերը, բայց Սուրբ Հոգին ճշմարտությամբ է ղեկավարում մեր կյանքերը, ճշմարտությունը մեր մտքերին ու սրտերին հասցնելով։ Դրա համար մեր փորձառությունը Աստծո հետ քայլելու էմոցիոնալ չէ, այլ հիմնված է բանականության վրա։ Մենք գիտենք ում եւ ինչու ենք հավատում։ Ինչ որ ճշմարիտ է, ճշմարիտ Աստծո խոսքն է առաջին հերթին, որ պետք է մտորել Աստծո խոսքի մասին։ Երկրորդ, ինչ որ ազնիվ եւ արդար է, ասում է։ Սա նշանակում է հարգանքի եւ արդարության արժանի բաներ։ Հարգանքի եւ արդարության արժանի բաներ։ Կան շատ բաներ, որոնք անհարգալից են, քրիստոնյան չպետք է իր միտքը դրանցով լցնի։ Դա չի նշանակում աչքերը փակել կյանքի ցավալի կամ տհաճ բաների առաջ, այլ չկենտրոնանալ անպատվության վրա եւ չթողնել, որ դրանք կառավարեն մեր միտքը։ Սպերջենը շատ լավ է ձևակերպել։ Ասում է դու չես կարող արգելել թռչուններին թռչել քո գլխավերևում, բայց դու կարող ես արգելել, որ նրանք բույն շինեն քո գլխի վրա։ Այսինքն դու պատասխանատու չես, որ անակնկալ ինչ-որ բան տեսար, դու պատասխանատու ես, որ սկսեցիր գիտակցորեն մտորել դրանց մասին, ընթացք տվեցիր դրանց։ Ինչ որ ազնիվ է, ինչ որ արդար է, այսինքն ինչ որ Աստծո չափանիշներով է ազնիվ, ինչ որ Աստծո չափանիշներով է արդար։ Հաջորդիվ ասում է ինչ որ մաքուր, սիրելի եւ բարի համբավ ունեցող է։ Մաքուր բառը մեկնաբանները գրում են, որ ամենայն հավանականությամբ վերաբերում է բարոյական մաքրությանը։ Քանի որ այն ժամանակ էլ ինչպես այսօր մարդիկ մշտապես ենթարկվում էին սեռական անբարոյության գայթակղություններին։ Այս կետի մասին երկար չխոսեմ, դուք ինձնից լավ գիտեք 24 ժամ աչքդ որ կողմը թեքում ես, ամեն կերպ մարդուն փորձում են պղծել անբարոյականությամբ եւ սեռական տարբեր դրսևորումներով, թե կանանց, թե տղամարդկանց, թե փոքրերին, թե մեծերին։ Եվ ինչերով է մեր քրիստոնյաներից մտքերը լցված։ Ինչերի մասին մենք ընդհանրապես պետք է մտածենք։ Չորրորդ ասում է մտածեք ինչ որ սիրելի է, եւ այս նշանակում է գեղեցիկ, գրավիչ, բարի համբավ ունեցող ուրիշ թարգմանությամբ։ Այն ինչի մասին արժե խոսել, հաճելի է լսել, հավատացյալը պետք է կենտրոնանա բարձր, ազնիվ մտքերի վրա, ոչ թե այս փչացած աշխարհի ցածր ու մութ մտքերի վրա։ Սրանց մասին մտորում եք, սիրելիներ, սա կենտրոնացված աշխատանք է։ Դու պետք է հասկանաս, որ քո մտքերը դրանք ուղիղ ազդելու են քո հոգեվիճակի վրա, եւ այնտեղ պետք է լցվեն աստվածային, Աստծուն վայել մտքեր։ 5-րդ ասում է ինչ որ առաքինություն եւ գովասանք ունի։ Եթե ինչ որ բան ունի առաքինություն, այն կոգեշնչի մեզ բարու մեջ աճելու։ Իսկ եթե արժանի է գովասանքի, այն արժե բաժնեկցել նաեւ ուրիշների հետ։ Ինչ որ գովելի է, ինչ որ դու խոսում ես, ինչ որ մտածում ես, մտորիր դա գովելի է Աստծո կողմից թե ոչ, առաքինի է այն թե ոչ։ Եվ դու շատ հեշտությամբ կկարողանաս ֆիլտրել եւ քո մտքերը եւ քո խոսքերը։ Քրիստոնյան չի կարող իրեն թույլ տալ մտավոր էներգիա ծախսել այն մտքերի վրա, որոնք իրեն քայքայում են կամ կարող են վնասել ուրիշներին։ Այն քրիստոնյան, ով լցնում է իր սիրտն ու միտքը Աստծո խոսքով, ձեռք է բերում ներքին ռադարի հայերեն ինչպես է կողմնացույց աննաքույր։ Չէ, կողմնորոշիչ, ցուցիչ, մի խոսքով ռադար։ Ռադար իմացեք, բայց ցուցիչ, հայերեն կողմնորոշիչ, հայերեն համարժեքը։ Այն քրիստոնյան, որ Աստծո խոսքով է իր միտքը լցնում։ Տեսեք Սաղմոս 119-ում, 165-ում, իմ ամենասիրելի համարներից մեկն է։ Տեսեք ինչ է գրում Դավիթը, ասում է քո օրենքը սիրողները մեծ խաղաղություն ունեն
եւ ոչինչ չի գայթակղեցնի նրանց։ Սա համարձակ հայտարարություն է։ Ոչինչ չի գայթակղեցնի նրանց։ Ինչու՞։ Ասում է, որովհետեւ քո օրենքը սիրողներն են նրանք։ Սեր նշանակում է նրանք ունեն քո օրենքի նկատմամբ իրենց կյանքում ամենաբարձր սերը եւ սրան գերազանցող բան չկա, որ իրենց գայթակղեցնի։ Ճիշտ մտածելակերպը արդյունք է Աստծո խոսքի վրա ամեն օրյա խորհրդածության։ Եվ եւս մի համար, որը շատ սիրելի է, Եսայի 26:3, տեսեք ինչ է ասում. հաստատուն միտք ունեցողին, հաստատուն միտք, դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ։ Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, պատճառ լսեք, քանզի քեզ է հուսացել։ Մտքերը քո վրա է, կենտրոնացումը քո վրա է։ Ահա թե ինչերի մասին պետք է մտածենք, ահա թե ինչերի վրա պետք է կենտրոնացնենք մեր մտքերը ամեն օր։ Սա մտքից վեր եղող խաղաղությունը պահպանելու ճանապարհն է, սիրելիներ։ Երբ դուք մտածում եք այս պատվերների մասին, ուշադիր լսեք, դուք երբեք չեք անհանգստանա։ Գիտեք ինչու։ Քանի որ դուք չեք կարող միաժամանակ եւ գոհանալ եւ անհանգստանալ։ Դուք մի բան կարող եք անել։ Եվ Սուրբ Գիրքն ասում է դուք մտածեք սրանց մասին, որ այլևս տեղ չմնա ոչ մի անհանգստության եւ մտահոգության։ Հիշիր ինչերի մասին մտածես, նույնն էլ կհնձես եւ մտքերիդ մեջ, եւ զգացմունքներիդ մեջ, եւ գործողություններիդ մեջ։ Ինչպես մի աստվածաբան էր գրել, սերմանիր մի միտք կհնձես արարք, սերմանիր արարք կհնձես սովորություն, սերմանիր սովորություն կհնձես բնավորություն, սերմանիր բնավորություն եւ կհնձես ապագա։ Դրանք մեկը մյուսին կապված են։ Սա երկրորդ քայլն է Աստծո խաղաղությունը փորձառելու համար։ Մտածեք Աստծուն վայել բաների մասին, թեմաների մասին։ Դրա համար ամենահասարակ բանն ասեմ, նույնիսկ պաշտամունքները երբ ավարտվում են, մենք դուրս են գալիս, ինչերից ենք խոսում։ Սա չի նշանակում կենցաղով չզբաղվել, սա չի նշանակում մեր առօրյա գործերի մասին չմտորել։ Հարցն այն է, մենք նպատակաուղված մեր մտքերը կենտրոնացնում ենք Աստծուն վայել թեմաների մասին, թե ոչ։ Եվ երրորդ վերջինը, ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ, երրորդ սովորած ճշմարտությունները դարձրեք վարք։ Սովորած ճշմարտությունները դարձրեք վարք։ Այս համարում տեսնում ենք նոր վարքագիծ ձևավորելու միջոցները եւ արդյունքը, ինչպես պետք է ձևավորել նոր վարքագիծ։ 9-րդ համարի առաջին մասում տեսնում ենք, որ այն պետք է լինի Աստծո խոսքով, եւ երկրորդ մասում տեսնում ենք Աստծո փորձառու զավակներին ընդօրինակելով։ Նայեք 9-րդ համարին։ Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք, եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Այս պատվերը նախորդ պատվերի շարունակությունն է։ Եթե նախորդ պատվերը մտածելու մասին էր, այս մեկը գործելու մասին է։ Ուրեմն ինչ է պետք անել դրա համար։ Ինչպես պետք է ձևավորել նոր վարք։ Առաջինը մեր վարքը, այսինքն նոր սովորությունը այստեղ պետք է ձևավորվի Աստծո խոսքով։ Նայեք 9-րդ համարի առաջին մասին։ Ասում է հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք եւ լսեցիք։ Նկատում եք եւ տեսաք 4 բայերը։ Սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք։ Ինչ էին լսել, ինչ էին ընդունել եւ ինչ էին տեսել Փիլիպեցիները։ Պողոս առաքյալը հաստատ իրենց չէր պատմում, չգիտեմ, նավագործության կամ վրանագործության մասին, նա պատմում էր, խոսում էր ավետարանի մասին, սովորեցնում էր։ Պողոսին հենց նոր լսեցին, որ պետք է հոգսեր Աստծուն հանձնել, հենց նոր լսեցին, որ պետք է շարունակ մտածեն Աստծո ասածների մասին, հիմա լսում են, որ պետք է ձևավորեն նոր վարքագիծ։ Միթե սրանք այն չեն, ինչը պետք է կատարել։ Նրանք պետք է կատարեին Պողոսից լսած բոլոր ճշմարտությունները, բայց այստեղ կոնկրետ այն հրամանները, որոնք կօգնեին ձևավորել նոր ընթացք։ Այսպիսով նոր վարքագիծ պետք է ձևավորվի Աստծո խոսքով կամ ճշմարտությամբ, որը կոչ է անում այստեղ Պողոսը, ասելով ինչ որ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու տեսաք։ Հարց սիրելի եկեղեցի, ո՞րն է կամ ինչն է ձևավորում քո վարքը, կյանքը, ընթացքը։ Արդյոք Աստծո խոսքն ես կիրառում, թե այլ աղբյուրներն են ձևավորում քո վարքագիծը, քո նոր սովորությունները։ Տարիներ առաջ ես երբ որ ինտերնետային մարքեթինգով, բիզնեսով էի զբաղվում, շատ տարիներ առաջ, մեզ գրքեր էին տալիս ընթերցելու։ Շատ բիզնեսմենների կյանքերից կարդացինք։ Ամենաճանաչված գրքերից մեկը էր, որ բոլորը գիտեն Սթիվ Քովի
գիրքն է, առաջնորդի 7 որակները, հատկությունները եւ այլն։ Եվ այնտեղ սովորեցնում են ինչպես դու կարող ես նոր վարքագիծ ձևավորել։ Ասեմ, որ եթե դուք Աստծո մտքով նայեք այդ խորհուրդներին, դուք կտեսնեք դրանց ճղճիմությունը։ Բայց երբ որ դուք նայում եք Աստծո խոսքին, ինչպես են նա սովորեցնում նոր վարքագիծ ձևավորել, դուք տեսնում եք նա տալիս է այնպիսի ճանապարհ, որը իսկապես փոփոխում է մարդու վարքը եւ ներսը եւ դուրսը։ Ոչ թե քեզ թողնում է ներքուստ աղքատի մտածելակերպով, բիզնեսի լեզվով եմ խոսում, արտաքուստ քեզ պահում ես հարուստի նման, այլ քեզ փոխում է, համապատասխանեցնում է ներսդ ու դուրսդ։ Նկատեք համարում ինչ է ասում։ Ինչ որ լսեցիք ու տեսաք իմ մեջ։ Այսինքն սա խոսում է իր ասածների եւ արածների համապատասխանության մասին։ Կարծես ասեր ես օրինակ եմ ձեզ համար։ Մտածեք այս մասին, վարքը պետք է ձևավորվի Աստծո խոսքով։ Ինչպես ձևավորել նոր վարք, երկրորդը ասում է Աստծո զավակներին ընդօրինակելով, նայեք համարին։ Ասում է հենց այն ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, իմ։ Այն արեք։ Նկատում եք, որ Պողոսը խոսում է խոսքի եւ վարքի համապատասխանության մասին, բերելով օրինակ հենց իրեն։ Սա կոչ է իրեն հետևելու։ Իսկ արժե Պողոսին հետևել ընդհանրապես որպես օրինակ, թե ոչ, արժե, նա ինքն էլ ասաց, թեպետ մարդիկ ինչ որ, չգիտեմ, անհամեստ են ընդունում Պողոսի ասածը, բայց նա պարզապես իր վարքով, օրինակով, փորձառությամբ ավելի մոտ էր կանգնած Քրիստոսին եւ ասում էր հետևեք ինձ, տեսեք, որ դա իրական է, հնարավոր է, ինչպես ես էլ Քրիստոսից անկախ իրեն չի ներկայացնում որպես օրինակ։ Եվ նույնը նա հենց Փիլիպպեցիում նախորդ գլխով որ նայեք 3-րդ գլուխ 17-20-ում տեսեք ինչ է գրում. Ինձ նմանվեք եղբայրներ եւ նայեք նրանց, ովքեր մեր իսկ օրինակով են ընթանում։ Տեսնում եք, բերում է օրինակներ մարդիկ, որոնց պետք է նայել, պետք է ընդօրինակել։ Եվ շարունակության մեջ ասում են նրանք երկրային բաներ են մտածում։ Երկրային բաներ, մեզ ասվել է ինչ մտածել, երկրային բաների մասին։ Եվ պետք է հետևել ընդօրինակել Աստծո փորձառու զավակներին, ովքեր արդեն փորձառում են սա։ Նոր վարք, նոր ապրելակերպ, նոր մտածելակերպ ձևավորելու համար պետք է ընդօրինակել, հետևել Աստծո իրական փորձառու զավակներին, քանի որ նրանք կիրառում են եւ ապրում են այդ մտքից վեր եղող խաղաղությունը կյանքի տարբեր պայմաններում կամ դրանցից անկախ։ Օրինակ ասեմ ձեզ մի հատ հրաշալի օրինակ, որ հենց հիմա դուք կարդում եք նրա խոսքերը։ Պողոսը որտեղից է գրում սա։ Բանտից։ Նա փափուկ մահճակալի վրայից չի գրում սա։ Սա գրում է մեկը, ով ցուրտ, սառը, մութ բանտում է դժվարությունների մեջ եւ ասում է փաստորեն ես այս պայմաններում կարողանում եմ վայելել դա։ Աստծո խաղաղություն։ Տեսնում եք, որ այն անկախ է հանգամանքներից, այն շփում է Աստծո հետ, այն միացած լինել է Աստծուն մտքերով, սրտերով։ Նա մեծ օրինակ է այս դեպքում։ Նա ասում է ընդօրինակեք ինձ, դա հնարավոր է, դա իրական է, դա հիմա ապրում եմ ես, որ փոխանակ դուք ինձ մխիթարեք, ես եմ ձեզ մխիթարում։ Եվ Սուրբ գրքում մենք պատվերներ էլ ունենք առաջնորդներին նայելու, հետևելու նրանց հավատի օրինակին Եբրայեցիս 13:7, հիշեք ձեր առաջնորդներին, որոնք Աստծո խոսքը խոսեցին ձեզ, նրանց կյանքի վախճանին հետևեք, նրանց հավատի օրինակին նայեք։ Եվ նորից շատ համարներ կան սրանց մասին։ Կոչ սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Հիշեք, եթե չկատարենք այս պայմանները, մենք չենք կարող վայելել Աստծո խաղաղությունը։ Մեր մտքերն ու զգացմունքները պաշտպանված չեն լինի այս աշխարհի մեջ։ Եթե կատարենք այս հրամանը կամ այս հրամանները, տեսեք ինչ կլինի վերջին մասը եւ ավարտենք։ Ինչ է խոստանում։ Հենց այն ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Ինչ է նշանակում Աստված ձեզ հետ կլինի։ Ինչ նկատի ունի Պողոսը։ Արդյոք Աստված ամենուրեք չէ։ Տարածական իմաստով են ասում, ոչ, Պողոսի աստվածաբանությունը հստակ է, նա գիտի, որ Աստված ամենուրեք է։ Հապա այսինչ ներկայության մասին է խոսքը։ Եթե նկատեցիք 7-րդ համարում գրված էր Աստծո խաղաղությունը, իսկ 9-րդ համարում գրված է խաղաղության Աստվածը։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ աղոթքի մեջ հարատևելիս 7-րդ համարում կունենաս Աստծուց եկող խաղաղություն, իսկ քո մտքերում եւ առօրյայում Աստծո հետ մնալով, նոր վարքագիծ ձևավորելով,
քեզ ուղեկից կլինի Աստված անձամբ ինքը։ Դու զգալ բառն ասեմ, բայց զգալու իմաստով չեմ ասում։ Դու կզգաս Աստծո ներկայությունը, որ դու մենակ չես։ Դու ավելի մտերմիկ շփում կվայելես նրա հետ։ Եվ խաղաղության Աստվածը քեզ հետ կլինի։ Դու կընկալես, որ նա միշտ քեզ հետ է։ Դու ավելի խոր կհասկանաս ու կվերապրես նրա ներկայությունը քո կյանքում, քո ամեն դժվարության մեջ։ Դու կփորձառես Աստծո ներկայությունը բանտում, հալածանքի մեջ, չարչարանքի մեջ, աղքատության ու հիվանդության մեջ, եւ Պողոսի նման բանտից, քո բանտից կմխիթարես ուրիշներին։ Ահա Աստծո խաղաղությունը այս է, այն մտքից վեր է, եւ Աստված հենց ինքն է այդ խաղաղությունը, որ իր ներկայությամբ ավելի մեծ ազդեցություն կթողնի քեզ վրա, քան եթե լուծեր քո այս կամ այն խնդիրը։ Այս արդյունքը խոստացված է մեզ, սիրելիներ։ Պատկերացնում եք ցանկացած դժվարության ու անհանգստության մեջ, երբ վայելեք Աստծո կենթանի ու խաղաղարար ներկայությունը ձեր կյանքում, ել ինչից պետք է վախենաք, ել ուր կմնա անհանգստությունը։ Կարևոր մի միտք։ Եթե ես հիմա քարոզեի այստեղից, որ աղոթեք, խնդրեք, աղաչեք, պաղատեք եւ ձեր խնդիրները կլուծվեն, ես կշեղեի ավետարանը։ Իսկ այս ֆոնին ֆիլտրեք անմիջապես բոլոր այն ուսուցումները, որոնք խոստանում են ձեր խնդիրների լուծում։ Այստեղ այս երկրի վրա, անտեսելով այս փառահեղ ճշմարտությունը, Տիրոջ հետ շփումը, եւ որը արժևորում են երկրային բաները, մտածում են երկրային բաներ, նրանք իրենց որովայնի համար ապրող մարդիկ են, ինչպես Պողոսն էր ասում։ Դրա համար այդ բոլոր տագնապներն իրենց բույնն են դնում մարդու մտքում, ով որ չի անցնում այս ճանապարհով։ Հարց ուզում եք Աստծո խաղաղությունը։ Ուրեմն 3 գործնական քայլ։ Ձեր բոլոր մտահոգություններով վազեք Հիսուսի մոտ, աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ։ Երկրպագեք նրան ամենաառաջինը։ Բացեք Աստծո առաջ ձեր սրտի տագնապները, գիտակցեք նրա մեծությունը եւ գոհացեք նրանից անկախ արդյունքներից։ Երկրորդ, ամեն օր մտածեք Աստծուն վայել բաների մասին։ Կենտրոնացրեք ձեր միտքը Աստծո վրա եւ ոչ թե հանգամանքների։ Վերահսկեք ձեր մտքերը, ինչերի մասին եք մտածում։ Մերժեք անվայել մտքերը եւ մարզեք ձեր միտքը երկնային բաներ մտածելով։ Հիշում եք Սաղմոս 1-ում, երանելի էր այդ մարդը, ով ցերեկ ու գիշեր մտածում էր Աստծո օրենքի շուրջ։ Դրա համար է նա նման էր ջրի կողքը տնկված ծառի։ Դրա համար է նրա պտուղը ժամանակին էր տալիս, նրա տերևը չէր թափվում։ Երկրորդ, ամեն օր մտածեք Աստծուն վայել բաների մասին։ Եվ երրորդ, ընդօրինակեք Աստծո փորձառու զավակներին։ Ունեցեք օրինակներ ձեր կյանքում։ Եթե այստեղ էլ չգտնեք, Սուրբ գրքում նայեք գոնե, Պողոս առաքյալին նայեք, մարդիկ։ Գիտեք, եթե Պողոս առաքյալը այդտեղ ասեր Հիսուսին նայեք որպես օրինակ, թեմայի մեջ ճիշտ չէր ընկալվի։ Գիտեք ինչու։ Որտեվ նա ջանք է անում ցույց տալ, որ դա հնարավոր է։ Եթե Հիսուսին օրինակ բերեր, կասեին դե նա Հիսուսն էր, նա վայելում էր այդ խաղաղությունը։ Ասում է տեսեք օրինակ, փաստ, մարդ, ինձ նայեք։ Ընդօրինակեք Աստծո փորձառու զավակներին, նայեք առաջինը Հիսուսին, ձգտեք խոսքի եւ վարքի համապատասխանության, որ իրական լինի ձեր փոփոխությունը։ Անհանգստացած չծնկեք եւ անհանգստացած վեր կենաք, այլ սկսի դա կյանք դառնալ, աստիճանաբար, քիչ-քիչ։ Նայեք Սուրբ գրքում նշված մարդկանց, ովքեր արդեն այդ ճանապարհը քիչ թե շատ անցել են եւ փորձառել են, ինչպես է պետք վայելել այդ խաղաղությունը, հասնել այդ խաղաղությանը եւ առաջադիմեք այս փորձառության մեջ եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Եվ հիշեք, մտքից վեր եղող խաղաղությունը ոչ թե խնդիրների լուծման, այլ Աստծո հետ հաղորդակցության արդյունքն է։ Եկեք աղոթենք։ Գոհություն ենք հայտնում քեզ, մեր երկնավոր Հայր։ Գոհություն քո որդի Հիսուս Քրիստոսի համար, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի համար։ Գոհություն ենք հայտնում, որ մեզ մեղավորներից, որ բնության բարկության որդիներ էինք, մեզ վերստին ծնունդ տվեցիր։ Մեզ Քրիստոսով արդարացրեցիր։ Մեզ սրբագործում ես ամեն օր։
մեզ տվել ես պատվական խոստումներ, որ դրանցով կարող ենք հաղորդակցվել քո սրբության հետ, որ կարող ենք օրեցօր փոխվել մեր մտքով, օրեցօր մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի նման մտորել եւ ապրել։ Փառք ես այս թանկագին գործերիդ համար, որ արել ես եւ անում ես մեր կյանքում։ Օգնիր, որ այս ինչ որ լսեցինք, այս ինչ որ խոսեցինք, սրանք գեղեցիկ խոսքեր չլինեն, այլ իսկապես կյանք լինեն եւ իմ եւ քույր ու եղբայրներիս համար։ Որ կարողանանք Աստվածային քո այս խաղաղությունը երկրի վրա փորձառել, չնայել մեր կյանքի հանգամանքներին, այլ վստահ լինել, որ ամեն բան քո կատարյալ իմաստության եւ կառավարման ներքո է։ Դու ամեն բան գործածում ես քո անվան քո փառքի համար եւ մեզ էլ Հիսուսին նմանեցնելու համար։ Օգնիր, որ մեր սրտերը կենտրոնացած լինեն քեզ վրա։ Օգնիր, որ շատ ժամանակ, որակյալ ժամանակ անցկացնենք աղոթքի մեջ, քեզ հետ շատ շփվենք, քո խոսքի միջոցով, մտորենք ասածներիդ մասին, երկնային բաների մասին, քեզ վայել բաների մասին։ Մեր մտքերը թող թաթախված լինեն, լցված լինեն երկնային ճշմարտություններով, այն փառահեղ հույսով, ապագայով, որ խոստացված է մեզ։ Օգնիր, որ կարողանանք վերերկրային բաների մասին մտորել, շարունակ ասածների, ճշմարիտ բաների մասին, հարգանքի արժանի բաների մասին, եւ դու էլ քո Աստվածային պաշտպանությունը դիր եւ մեր հույզերին եւ մեր մտքերին, եւ պահիր մեր առաքելության մեջ այստեղ, կենտրոնացած ավետարանիդ վրա, քո խոսքի վրա եւ քո զավակներին կրթելու, սովորեցնելու եւ քո խոսքով բարձրացնելու վրա։ Եվ օգնիր, որ մեր անձնական դժվարությունների ու տագնապների մեջ էլ երբեք ու երբեք գլուխներս չկորցնենք, այլ հիշենք սրանք։ Որ առաջինը, որ պետք է անենք, պետք է վազենք քեզ մոտ, քեզ հետ շատ շփվենք, քեզ ներկայացնենք մեր հոգսերը, մեր դժվարությունները, հիշենք, որ մենք պետք է գոհություն հայտնենք քեզ ամեն բանից առաջ եւ ամեն բանում։ Եվ օգնիր, որ այս խաղաղության փորձառության համը մենք էլ առնենք եւ սովորեցնենք մեր քույր ու եղբայրներին էլ։ Փառք ես այն օրինակների համար, ոչ միայն Հիսուս Քրիստոսի, այլ նաեւ մեր եղբայրների, առաքյալների, որոնց մասին կարդում ենք, որոնք որ բանտերում կարող էին փորձառել սա, որոնք որ կարող էին ասել, որ մենք նայենք իրենց օրինակին։ Շնորհակալ ենք նրանց համար եւ օգնիր, որ մենք էլ կարողանանք ամեն օր քիչ-քիչ մեծանալ սրանց մեջ եւ քեզ հետ ամեն օր որակյալ շփվել, քեզ հետ շփվել, հաղորդակցվել եւ կշտանալ ու հագենալ քեզ հետ։ Նայել միայն քեզ եւ ոչ թե այս երկրի փոփոխվող հանգամանքներին։ Եվ փառավորվի ամեն հարցում դու, Հայր, Որդի եւ Սուրբ